Շնորհակալություն, պարոն Թորոսյան, մի քանի հարց ընթերցեմ, կառաջարկեմ ուղղակի ավելի սեղմ պատասխանեք, հաշվի առնելով, չէ, դուք ավելի ծավալուն եք պատասխանում, ուղղակի հաշվի առնելով, որ գործընկերներն էլ հարցեր ունեն, ընթերցեմ քաղաքացիների հարցերը, իրականում դուք այդ հարցերի վերաբերյալ գրեթե խոսել եք, բայց մարդիկ ուզում են իրենց հարցը հնչի եւ իրենք ավելի բաց պատկերացում ունենան, կենսաթոշակների հետ կապված հարցերը բազմաթիվ են իմիջայլոց եւ հիմնականում նաեւ հետվճարին են վերաբերվում, օրինակ հարցս ուղեք պարոն Արսեն Թորոսյանին կապված հետվճարի հետ, եթե մարդը ստանում է 37,500 դրամ նպաստ կամ թոշակ ու այս ձմեռվա ընթացքում կոմունալներին է մի կերպ բավարարում, ինչպես կարող ենք մենք օգտվել հետվճարից, դա մեկ մի հարց կա, որը 2018 թվականից, այսպես ասած, հետապնդում է ինձ, դա վերաբերվում է ծնողական փառքի մեդալի հարցին, մենք Վանաձորում մի քաղաքացի ունենք, ով այդ հարցով բազմիցս դիմել է մեր բոլոր պաշտոնյաներին, ինձ նույնպես, եւ արդեն շատ այդ հարցի պատասխանը ես չեմ կարողացել տալ եւ բազմազավակ հայր է եւ ամեն անգամ ցանկացած տեղ գրում է այդ մասին, որ ես իր հարցին չեմ կարողացել պատասխանել 9 երեխա ունի, ինչքան հիշում եմ։ Մյուս հարցը վերաբերվում է մի կինել էր ինձ գրել իր հոր եւ մոր մասին, որ ունեն էլի 10 երեխա արդեն մեծահասակներ են, էլի այդ մասին էր գրել, դրա վերաբերյալ կուզեմ ձեր մոտեցումը իմանալ։ Մյուս հարցը վերաբերվում է կենսաթոշակառուներին, ովքեր չեն գտնվում Հայաստանի Հանրապետությունում եւ այդ գալ, ստորագրել, գնալ, դրա վերաբերյալ մենք ինչպիսի մոտեցում ունենք, իմ կարծիքը այստեղ կարևոր չէ, ձեր կարծիքն է կարևոր, բայց ուզում եմ հասկանալ, այդ մարդիկ պիտի կան ստորագրեն, գնան այլ երկրում, ապեն շարունակեն կենսաթոշակը ստանալ, թե ոնց է լինելու այդ, ես իմ կարծիքը մի քիչ այդքան էլ բան չի, եւ մի հաց էլ մեր գործընկերներից մեկն է տվել, որ աշխարհում ընդունված պրակտիկա կա, հանրության խոցելի խավերին, հաշմանդամներին եւ թոշակառուներին ցուցաբերել որոշակի օժանդակություն նոյեմբեր-մարտ ամիսներին էներգակիրների համար վճարումների որոշակի մասը պետության վրա վերցնելով։ Հնարավոր է արդյոք նման բան, նման մոտեցում կիրառել Հայաստանի Հանրապետությունում, թե ոչ։ Հարցերը շատ են, այլևս չեմ հնչեցնի, մնացած հարցերը ձեզ կուղարկեմ գրավոր, շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Դավթ, բայց ես չեմ կարող արագ պատասխանեմ այս հարցին, որովհետև ամեն մեկի տակ խորը փիլիսոփայություն կա։ Ամեն մեկին։ Դե նպաստի, տեսեք, կոմունալների մասով կարծում եմ անդրադարձ արեցի ծրագրի նպատակը դա է, ես հասկանում եմ, որ մենք ունենք քաղաքացիներ, որոնք այս կամ այն կերպ չեն կարողանում ամբողջությամբ այդ ծավալից օգտվել, դրա համար մենք ունենք նաև այլ տեսակի ծրագրեր, օրինակ նույն մեր անապահովության համակարգը, եթե քաղաքացին համապատասխանում է կրիտերիաներով, այնտեղ օրինակ կա կոմունալների, այս միանգամից ձեր առաջի եւ 4-րդ հարցերին են պատասխանում, այսինքն կան քաղաքացիներ, որոնք զեղչով են վճարում կոմունալները, մեր մնացած բոլոր քաղաքացիների հաշվին ի դեպ, որովհետև դա այնուամենայնիվ սակագնի մեջ կա եւ դա մեր անապահովության համակարգում եղած քաղաքացիներ են, այսինքն թե իրենք համապատասխանում այդ կրիտերիաներին, իրենք մենք ենք այդ տվյալները տալիս հայկական էլեկտրական ցանցերին, Գազպրոմին եւ այլն, որ իրենք ավելի գումարը քիչ վճարեն եւ դե պարզ է, որ ձմեռվա ամիսներին ավելի շատ են ծախսում եւ այդ զեղչը ավելի մեծ է լինում, այսինքն այդ մեխանիզմը ունենք, բայց ես հասկանում եմ իմաստը եւ մեր անապահովության նոր համակարգը, որը հիմա տեստավորում ենք, այդ իմաստով մի քիչ ավելի լավ լուծումներ է տալիս ընդհանրապես ծախսերի եւ եկամուտների հաշվարկի հիման վրա, այսինքն ինչքան ծախս է պոտենցիալ լինում, ինչքան եկամուտ եւ այդ տարբերությունը, եթե համապատասխանում կրիտերիաներ մենք տալիս ենք եւ այդ դեպքում նպաստները օրինակ ոչ թե 20 կամ 30,000 դրամ են, մենք ունենք ընտանիքներ մինչեւ 200,000 դրամի նպաստ ենք տալիս հիմա մեր անապահովության նոր համակարգում, որտեվ այդքան է իրանց ծախսերը բազմազավակ են, հաշմանդամներ կան եւ այդպես շարունակ։ Հիմա մյուս երկու հարցերին, ծնողական փառքի մեդալին, մեզ էլ են դիմում քաղաքացիները, ես գիտեմ, որ մենք ունենք օրենք, թե ինչպես են այդ մեդալները տրվում եւ այնտեղ կան եւ չափանիշները եւ այն պաշտոնյաները, որոնք տալիս են այդ մեդալները, բայց ես ուրիշ բանի մասն եմ ուզում խոսալ։ Ես կարծում եմ, որ մենք պետք է մեր բազմազավակ ընտանիքներին աջակցենք ոչ թե մեդալներով, այլ իրապես
Եվ օրինակ մեր երրորդ եւ հաջորդ երեխայի մինչեւ 6 տարեկան 50,000 դրամ ստանալը դա իրական աջակցություն է։ Իդեպ ես շատ եմ շփվում մեր գործընկերների հետ տարածաշրջանային։ Ինքը նույնիսկ չափով շատ էական չափ է համեմատած արևելյան Եվրոպայի երկրների հետ, այնտեղ էլ ունեն դեմոգրաֆիկ ծրագրեր խրախուսող, այնտեղ արդեն հասել են, որտեղ վիճակները շատ վատ է, երկրորդ երեխային մենք հույս ունեմ չենք հասնի այդ վիճակին։ Մեզ համար անհրաժեշտ է, որ նոր երեխաներ ծնվեն շատ, ինչքան հնարավոր է, եւ մենք աջակցենք այդ երեխաներին, եւ եթե դու ունես երրորդ եւ հաջորդ երեխա, մենք ամեն ամիս 50,000 դրամ տալիս, իդեպ այդ 50,000-ից էլ է հետ վճար աշխատում, այդ 50,000-ի վրա, այն որ ասի էլի կան քաղաքացիներ, դրանք էլ այդ մյուս քաղաքացիներն են։ Եվ այդպես շարունակ կարող է ինչ որ շատ մեծ ընտանիքներ դեպքում համայնքները կարող են աջակցել տնով եւ այլնով, եւ որտեվ նաեւ սոցիալական պատասխանատվությունը միայն կառավարության բանը չի, էլի, այսինքն պարտականությունը չի եւ նաեւ կան համայնքային սոցիալական ծրագրեր, այդ իմաստով ես կարծում եմ մենք դրա վրա պետք է կենտրոնանանք եւ թե նոր բան կարող ենք ավելացնել, այդտեղ ավելացնենք, քան թե կենտրոնանանք, որտեվ գիտեք հիմա մի 9 հոգանոց ընտանիքի տանք մեդալ, մյուսին չտանք, մյուսն է ասել, բա ինձ ինչի չեք տալ, լավ, օքեյ, եկեք բոլորին մեդալներ տանք, հետո 9-ից իջնենք 7-ի, 6-ի, 5-ի, դրանից իրենց կյանքում չեմ կարծում, որ շատ բան կփոխվի։